հարակից զեկուցումով ես հանդես գամ, բայց ինձ շատ բան չթողեցիք, ըստ էության դուք պատասխանեցիք հիմնական հարցերի այն շեշտադրումները, թվականակի, այս պահին անհրաժեշտության, նաև շահարկումներ կային, որ ես անում ենք, որովհետև նախընտրական բան կա չէ։ Սա անում ենք, որովհետև կառավարության ծրագրում բանակի հետ կապված կար նպատակներ եւ այսօր է այդ հնարավորությունը ձեռվել եւ այսօր պետք է անենք եւ հասարակության ընկալումները եւ ձգտումները, որ սա ունենանք, այնուամենայնիվ տվել է դրական լիցքեր։ Սա պահանջված բարեփոխում է եւ հաջորդում են բոլոր բարեփոխումների փաթեթին, որ այս տարիների ընթացքում մենք հերթականությամբ ապրել ենք։ Հիմա մոռացել ենք, թե ինչ ճանապարհ ենք անցել այդ ամբողջի մեջ, օրենսդրական բազան ստեղծելու, բանակի գրավությանը վերաբերող խնդիրների լուծումը, ամեն բյուջետային տարվա մեջ, երբ որ քննարկում ենք անում, երբ որ փակվում ենք, լիքը բաներ ենք խոսում, որը հարությունից գուցե փակված է լինում։ Ափսոս այս անգամ պարոն Աբրահամյանը չմասնակցեց, լավ կլիներ այդ թվականակի այն մասը, որ չեն կարողանում բացվել, այնտեղ հանգիստ կարանք խոսենք այդ մասին, բայց նախարարը ասաց, որ այդ թվականակի էլի խնդիր չէ, էլի կարանք փակվենք, էլի խոսենք եւ տեսնենք այդ լուծումները վերջին հաշվով մեզուր են տանում։ Ինչքան հասկացա, տարուկես հետո մենք կունենանք համահարթեցված ծառայության ընթացք, որը որ կպահի ոչ միայն թվականակը, այլ նաև որակական ցուցանիշներն կփոխի, որտեղ մենք հիմա այս բարեփոխումներից չենք կարող անջատենք սահմանապահ զորքերի արդեն գոյությունը։ Այնտեղ այստեղ զուգահեռ բան է գնում եւ բանակը դիտել որպես բան ամեն տեղ դիրքապահ, բանակը նշվեց, որ ինքը պետք է այլ պատրաստության մակարդակի մեջ այնուամենայնիվ հայտնվի։ Ուստի ես առաջարկում եմ կողմ քվեարկենք այս նախաձեռնությանը կառավարության, նա մեծ կտա եւ դրական հույս, լիցք եւ նաեւ բանակին կբերի այն վիճակին, որ ավելի արագ տեմպերով մենք մարտունակության բարձրացման ծրագրերը կյանքի կկոչենք, պարոն նախարար։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի կողմ քվեարկենք այս նախաձեռնությանը եւ հունվարի 1-ից մտնենք նոր փուլ